Ողջույն, շողակաթի եթերում մշակութային ազդագիրն է։ Առաջիկա րոպեներին մնացեք մեզ հետ եւ միասին կամփոփենք նախորդող օրերի մշակութային անցուդարձը։ Վերջում էլ կտեղեկանանք սպասվող իրադարձությունների մասին։ Դեկտեմբերի 25-ին Հայաստանի գրողների միության տարածքում շենքին կից կբացվի նոր գիրք գրախանութը։ Ինչպես հուշում է անունը, այնտեղ նոր գրականություն է վաճառվելու, արձակ եւ պոեզիա։ Նպատակը երիտասարդ գրողներին խրախուսելն ու նրանց ճանաչելիությանը նպաստելն է։ Իսկ արդեն գարնանը գրախանութին կից նախատեսվում է գրական հանդիպումներ սրճարան բացել, որտեղ գրական քննարկումներ, սեմինարներ, նոր գրքերի շնորհանդեսներ կանցկացվեն։ Մինչ նոր գիրք գրախանութը պատրաստվում է բացել իր դռները, այս օրերին իր երկրորդ տարեդարձն է նշում մեր քաղաքի արդեն սիրված անկյուններից մեկը՝ բյուրոկրատ գրատունը։ Դեկտեմբերի 23-ին իր ծննդյան օրը գրատունը ներկայացրեց նաև կախարդական Այբուբեն գիրքը։ Գրախանութը պետք է ոչ միայն գիրք գնելու վայր լինի, այլև մի տեղ, ուր կկարողանաս գալ, հանգստանալ, կտրվել քաղաքի աղմուկից ու պարզապես վայելել գրքերի ներկայությունը։ Հենց այդպիսի պատկերացումներով էլ շուրջ 2 տարի առաջ Սամվել Հովհաննիսյանը ստեղծեց բյուրոկրատը։ Քաղաքում նոր գրախանութ ունենալու գաղափարը շատերին ոգևորեց եւ ուրախացրեց։ Ինչ որ բանով նախաձեռնությանն օգնելու առաջարկները չուշացան։ Ամեն նոր եկող իր հետ մի նոր բան էր բերում ու ավելացնում։ Մեկը գրադարակ, մյուսը լուսամուտ, մեկը մի բարի խոսք, մի նոր գիրք, նոր ժպիտ։ Եվ այդ կառուցումը շարունակվում է մինչև օրս։ Ամեն օր առանց դադարի, պատմում է Սամվելը։ Կոստան Զարյանի վեպի շնորհանդեսով աստարարվեց բյուրոկրատի պաշտոնական ծնունդը։ Դրան հաջորդեցին տասնյակ այլ շնորհանդեսներ, ցուցահանդեսներ, հանդիպումներ եւ այդպես արդեն 2 տարի։ Իրենք կարողանում են այստեղ շատ լավ խավ հավաքել։ Երևանում, եթե դուք ուզում եք տեսնել, թե քանի մտավորական կամ հոգևոր ամպլիտուդ ունեցող մարդ է մնացել, եկեք բյուրոկրատ գրախանութ եւ այստեղ կտեսնեք։ Նվերի համար շատ հաճախ եմ այստեղից գիրք գնում։ Գիտեք, երբ հիմա ասում եմ 2 տարի, ինձ մոտ մի քիչ ոնց որ հավատս չի գալիս, որովհետև իմ մոտ այնպեսի տպավորություն, ոնց որ այս գրախանութը ավելի երկար է մեր այսպես իրականության մեջ գործում եւ կարծում եմ, որ ինքը շատ լավ գտել է իր ոճը, ձևը, մատուցման, կարծես թե ինքը շատ փոքր է, բայց ցանկացած ճաշակի գրականություն այստեղ կարող ես գտնել։ Մեկը մյուսից հետաքրքիր միջոցառումներ, գրքերի շնորհանդեսներ, ցուցահանդեսներ։ Այստեղ այնքան հարազատ օջախ է դարձել, այնքան փնտրված։ Սա մի այնպիսի ջերմ օազիս է, որի կարիքը մեր այս ցուրտ ժամանակներում մեղմ ասած շատ կարիք է զգում այո մտավորականությունը։ Բացման օրվանից գրատունը հասցրել է համագործակցության կապեր ստեղծել ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան հեղինակավոր հրատարակչությունների հետ, միջազգային ցուցահանդեսների մասնակցել։ Բյուրոկրատը նաև հրատարակչական գործունեությամբ է զբաղվում, թողարկելով բազմաժանր աուդիոգրքեր։ Գրատան նոր նախաձեռնությունը կախարդական Այբուբեն ինտերակտիվ գիրքն է։ Հրատարակիչների կարծիքով այն կօգնի երեխաներին ավելի արագ ու հեշտ յուրացնել հայոց Այբուբենը։ Սեղմելով յուրաքանչյուր տառի համապատասխան կոճակը, երեխան կարող է սովորել արտասանել տվյալ տառը եւ բառը։ Հատուկ ուշադրություն է դարձվել գրքի ձևավորմանը, փորձելով այն առավել ընկալելի դարձնել երեխաների համար։ Բյուրոկրատի հիմնադիրները հուսով են, որ լավագույն ժամանակները գրատան համար դեռ նոր են գալու եւ շարունակելու են իրականություն դարձնել իրենց նոր մտահղացումներն ու նախաձեռնությունները։ Լիլիթ Գրիգորյան, Գուրգեն Ջանիբեկյան, մշակութային ազդագիր։ Ամփոփվել են տարվա լավագույն պատմվածքի ամենամյա արձակ 2012 մրցույթի արդյունքները։ Մրցույթի համար սահմանվել էր 4 հատուկ մրցանակ, որոնք որոշվել են մրցատյանի կողմից։ Բացի այդ, մրցանակ է տրվել նաև Իմ հեղինակը անվանակարգում, որը որոշվել է ընթերցողների առցանց քվեարկությամբ Facebook սոցցանցում։ Արդեն երկրորդ տարին է Անտարես Հոլդինգը եւ Գրանիշ գրական ակումբը անցկացնում են տարվա լավագույն պատմվածքի արձակ մրցույթը, որի նպատակն է խթանել արդի հայ պատմվածքի զարգացումն ու ընթերցանությունը։ Երևանի կամերային թատրոնում տեղի ունեցավ արձակ 2012-ի մրցանակաբաշխությունը։
Մրցույթին ներկայացված 100 պատմվածքից եզրափակիչ փուլ էր անցել 16-ը։ Դրանք հրատարակվել են առանցին գրքով եւ անցյալ տարվա պատմվածքների նման շուտով թարգմանվելու են նաեւ օտար լեզվով։ Եվ թեմաների, եւ լեզվամտածողության առումով, եւ բարձրացած խնդիրների առումով, եւ գեղարվեստական լուծումների առումով բավականին տարբեր պատմվածքներ են։ Կա եւ քաղաքական ենթատեքստով եւ սոցիալական, կա նաեւ զուտ մարդկային հարաբերությունների հոգեբանական, այսինքն դա պետք է ընթերցել եւ չափազանց, այսպես ասած, նոր, թարմ նյութ է դրա վրա, այսպես ասած, համեմատական վերլուծություն անելու համար։ Այս տարի մրցանակային 4 տեղերին հավակնող պատմվածքները գրեթե հավասար միավորներ էին ստացել եւ ժյուրին, որն այս մրցույթում կոչվում է մրցատյան, պարգևները հանձնեց առանց առաջնահերթության։ Արցակ 2012-ն ունեցավ 4 գլխավոր մրցանակակիր՝ Գուրգեն Խանջյանը հայրը պատմվածքի համար, Արփի Ոսկանյանը մարտի 2 պատմվածքի համար, Արմեն Օհանյանը Գերաստղմարիոն պատմվածքի համար եւ Համբարձում Համբարձումյանը կորեական դելիկատես պատմվածքի համար։ Ինձ համար ճիշտն ասած, եթե անկեղծ լինեմ, առաջին հերթին հենց դրամական պարգևատրումն է կարևորը, որովհետև ոնց որ թե այն եզակի ձևերից է դարձել, երբ գրողը կարող է իր գործով վաստակել եւ ապրելու համար եւ ստեղծագործելու համար։ Շատ ուրախ եմ, երկրորդ տարին է, որ հաղթողների մեջ եմ լինում։ Մյուս տարի էլ անպայման կմասնակցեմ, բայց այս անգամ մի փոքր նախապայմանով շատ կուզենայի, որ մրցաշրջանում հայտնվեին նաեւ կանայք, որովհետև գենդերային դիսբալանս կա, միայն տղամարդիկ են։ Բացի մրցատյանի սահմանած պարգևներից մրցանակ շնորհվեց նաև Իմ հեղինակը անվանակարգում, որը որոշվել էր ընթերցողների առցանց քվեարկությամբ։ Առավելագույն միավորներով հաղթող ճանաչվեց Հովիկ Ալեքսանյանը, Քարից ծանր ժամանակը պատմվածքի համար։ Հեղինակը քաղաքում չէր եւ չէր կարող ներկա գտնվել մրցանակաբաշխությանը։ Մասնակիցներին պարգև հանձնեցին նաև մրցույթի գործընկերները, առանձնացնելով այն հատկանիշներն ու չափանիշները, որոնք իրենք էին կարևորել։ Առաջի հերթին իմ կարծիքով դա արվում է գրքի վարկը բարձրացնելու, գրականության տեղը ավելի լայնացնելու մեր հասարակության մեջ եւ ակտիվացնելու ընթերցանությունը։ Այս առումով իհարկե շատ շնորհակալ գործ է մրցանակաբաշխությունը, լավ ժյուրի էր ընտրված, սա շատ կարևոր է մրցանակաբաշխությունների դեպքում, որտեղ շատ են լինում այնպես, որ թույլ ժյուրի է լինում եւ մրցանակաբաշխությունն էլ վարկաբեկվում է։ Հայերեն գրողները կան եւ նաեւ որոշյալ առումով հենց գրողները եւ ընթերցողներ կան։ Մենք գիտենք, որ պատմվածքներ կան, որոնք մի քանի 100 ընթերցող ունեցան, սա այսօրվա համար հրաշալի ցուցանիշ է։ Նշան Աբասյան, Վարդգես Մանուկյան, մշակութային ազդագիր։ Դեկտեմբերի 18-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի է ունեցել Շնորհավոր Ամանոր Մայրեր ֆիլմի հայաստանյան պրեմիերան։ Այս կինոալմանախը Մայրեր ֆիլմի շարունակությունն է, նկարահանվել է Ռուսաստանում եւ Ֆրանսիայում։ Ֆիլմում նոր պատմություններ եւ նոր հերոսների նոր արկածներ են, միավորված մեկ զգացմունքով՝ մայրերի հանդեպ սիրով։ Շնորհավոր Ամանոր Մայրեր ֆիլմում նկարահանվել է նաեւ ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը, ով պրեմիերային մասնակցելու համար Երևան էր ժամանել։ Երբ 1973 թվականին էկրան բարձրացավ Երկուսը քաղաքում ֆիլմը, կինոքննադատները գրեցին. նա նույնքան տաղանդավոր է, որքան եւ հմայիչ։ Վերջին տարիներին Ալեն Դելոնը հազվադեպ է երևում էկրաններին։ Վերջին ֆիլմը, որտեղ խաղացել է 77-ամյա դերասանը, Շնորհավոր Ամանոր Մայրեր լիրիկական կատակերգությունն է։ Յուրատեսակ նվեր բոլոր մայրերին։ Դեկտեմբերի 19-ին վաղ առավոտյան դերասանը հյուրընկալվեց Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, նրան ընդունեց ամենայն հայոց հայրապետը, հետո եղավ նաև երկրի նախագահի նստավայրում։ Մինչ Մոսկվա կինոթատրոնում կկայանար Enjoy Movies և Up Cinema կինոընկերությունների համատեղ արտադրության Շնորհավոր Ամանոր Մայրեր լիրիկական կոմեդիայի շնորհանդեսը, դերասանական կազմն ու ռեժիսորները հանդիպեցին լրագրողների հետ։ Ֆիլմում Ալեն Դելոնի ներկայությունն ապահովել է Armenia Production-ը։ Տարիներ առաջ դերասանը հայտարարել էր, որ այլևս չի նկարահանվելու ոչ մի ֆիլմում։ Այս ֆիլմում սակայն համաձայնել է մեծ սիրով, այն էլ առանց հոնորարի։ Ֆիլմն ինձ հոգեհարազատ է, նվիրված է մայրերին, իսկ մոր թեման շատ անձնական ու նվիրական է։
Մորս կորցրել եմ 16 տարի առաջ։ Եթե հիմա հնարավորություն ունենայի տեսնելու նրան, ապա միայն անսահման սեր կնվիրեի։ Ու վարկյան անգամ չէի հեռանա կողքից։ Այն ամեն ինչին հասել եմ միայն մորը շնորհիվ է։ Դերասանն առաջին անգամ էր Հայաստանում։ Հարցին թե ինչ է տանելու մեր երկրից եւ Երևանն ինչպիսին կմնա հիշողություններում, դերասանն անկեղծորեն պատասխանեց. Ես չգիտեի, որ ինձ Երևանում այսքան ճանաչում եւ գնահատում են, թեև Շարլ Ազնավուրն իմ ընկերն է, չէի կարող անգամ ենթադրել, որ ինձ այսպես կդիմավորեն։ Ինչպես ենթադրեց նախագահ Սերժ Սարգսյանը, Շարլը պարզապես մտածել է, որ ես կմեծամտանամ, եթե իմանամ, թե որքան են ինձ սիրում ձեր երկրում։ Դերասանուհի Իրինա Ռոզանովան հիշում է, որ նկարահանումների ժամանակ Ալեն Դելոնի կնճիռները քողարկելու համար առաջարկել են գրիմ անել, ինչը վրդովեցրել է դերասանին։ Գիտեք ինչ պատասխանեց Ալեն Դելոնը։ 33 տարեկանում գեղեցիկ էի, իսկ հիմա երբ արդեն մեծացել եմ, այս կնճիռները որպես իմաստության նշաններ կլինեն իմ լավագույն գրիմը։ Ֆիլմը ռոմանտիկ կատակերգություն է, կինոալմանախ բաղկացած 5 տարբեր նովելներից, որոնք ներկայացնում են տարբեր ռեժիսորներ՝ հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյան, Արտյոմ Մաքսիմենկո, Դմիտրի Գրաչով, Կլին Պոպլավսկի, Անտոն Բորմատով։ Հիմնական նկարահանումներն արվել են Ռուսաստանում, Ալեն Դելոնի մասնակցությամբ հատվածը Ֆրանսիայում։ Գլխավոր թեման մայրերի հանդեպ սերն է։ Հերոսը փորձում է իրականացնել մոր երազանքը, ով ամբողջ կյանքում երազել է տեսնել Ալեն Դելոնին։ Արդեն մտածում եմ կինոից հեռանալու մասին, սակայն մինչև այդ ունեմ եւս մեկ բաղձալի երազանք։ Կինոից հետո ցանկանում եմ ինձ գալ նաեւ բեմում։ Դա կլինի ստեղծագործական կյանքի իմ վերջին ակորդը։ Բեմում կխաղամ իմ 22-ամյա դուստր Անուշկայի հետ։ Ալեն Դելոնի հետ լուսանկարվելու եւ նրան հպվելու համար սրահում մեծ հերթ էր գոյացել։ Անուշ Առաքելյան, Արթուր Մանուչարյան, մշակութային ազդագիր։ Հայ գրականության եւ կերպարվեստի մեջ բազմաթիվ են Սայաթ Նովային անդրադարձերը։ Այս տարի մեծ աշուղի եւ բանաստեղծի ծննդյան 300-ամյակի առթիվ մայրաքաղաքում եւ մարզերում բազմաթիվ միջոցառումներ ու քննարկումներ տեղի ունեցան։ Դեկտեմբերի 21-ին Ակադեմիա պատկերասրահում Սայաթ Նովայի հոբելյանը նշեցին նաեւ հայ գեղանկարիչները։ Արարատյան հայրապետական թեմա աշխարհի հայ նկարիչների միավորումը եւ Ակադեմիա պատկերասրահը սեպտեմբերին Սայաթ Նովայի հոբելյանին նվիրված մրցույթ էին հայտարարել։ Պայմանով լավագույն աշխատանքները ընդգրկել մեծ աշուղին նվիրված ցուցահանդեսում։ 120 հայտից ընտրվեց 44-ը։ Դեկտեմբերի 21-ին Ակադեմիա պատկերասրահում Սայաթ Նովային կարելի էր տեսնել գրաֆիկական ու գեղանկարչական աշխատանքներում, քանդակներում։ Սայաթ Նովային անդրադարձ հայ արվեստագետների կողմից եւ քանդակագործների եւ նկարիչների կողմից բազմից եղել է, բայց այս ակցիան շարունակականությունն է պահպանվում սրանով։ Այս ցուցահանդեսը այնքանով է հետաքրքիր, որ այստեղ մենք տեսնում ենք տարբեր իզմեր, տարբեր սերունդներ, տարբեր գեղարվեստական մտածողություններ, տարբեր մեկնաբանություններ։ Ցուցահանդեսը թեև Սայաթ Նովային էր նվիրված, սակայն աշխատանքների թեման ազատ էր։ Գեղանկարիչները նաև բազմաթիվ բնապատկերներ էին նվիրել վարպետին։ Ռիփսիմե Գևորգյանը նույնպես թբիլիսյան մի բնապատկերով է ներկայացել։ Սա այն բակն է, որտեղ մի շրջան ապրել ու ստեղծագործել է Սայաթ Նովան։ Ես 7 տարի առաջ եղել եմ Թբիլիսիում եւ մեզ տարան այն տեղերը, որտեղ եղել է Սայաթ Նովան։ Ես ինձ մի պահ պատկերացրեցի, թե ինչպես է ինքը այնտեղ ստեղծագործել։ Ուրեմն այդ տարածքում դեռ երևի շատ փոքրիկ պատառիկներ մնացել են այն էներգիայի դաշտից, որ ինքը ասենք հենց այդտեղ ստեղծագործել էր։ Ակադեմիա պատկերասրահը Սայաթ Նովայի հոբելյանին նվիրված եւս մեկ նախաձեռնություն ունի։ Ամիսներ անց պատրաստվում է լույս ընծայել Սայաթ Նովայի կյանքն ու գործը ներկայացնող գիտահանրամատչելի մի ձեռնարկ։ Մարինա Սայան, Վարդգես Մանուկյան, մշակութային ազդագիր։ Դեկտեմբերի 20-ի երեկոյան Հանրապետության հրապարակում վարվեցին Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը։ Հաջորդաբար նաև Հանրապետության եւ Շարլ Ազնավուրի անվան հրապարակների լուսադիոդային շատրվանները, ինչպես նաև Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների հրապարակներում տեղադրված տոնածառերի լույսերը։ Երևանի գլխավոր տոնածառը 32 մետր բարձրություն ունի, պատրաստված է 6000 ճյուղից, որոնք սանիտարական էտումից հետո տեղափոխվել են տարբեր մարզերից։ Տոնածառի լուսային ձևավորման համար ավելի քան 50,000 լուսադիոդային սարքեր են օգտագործվել։
Դեկտեմբերի 22-ին Մոսկվայի տանը տեղի ունեցավ հայկական ուրախների եւ հնարամիտների ակումբի պատմությունը վավերագրական ֆիլմի հայաստանյան պրեմիերան։ Կինոռեժիսոր Էդուարդ Համբարձումյանի 20-րդ ֆիլմը ուրախների եւ հնարամիտների ակումբի 3 հայկական թիմերի՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի, Երևանի բժշկական ինստիտուտի եւ Նոր հայեր թիմերի մասին է։ Էդուարդ Համբարձումյանի ֆիլմում հեռուստատեսային ամենաերկարակյաց խաղի հայկական պատմությունն է։ 3 սերունդ, 3 թիմ, մեծ մասամբ ուսանողներ, որոնց համար ուրախների եւ հնարամիտների ակումբը գծեց նոր ճանապարհ, իսկ հեռավոր 60-ականներին ձևավորված հայկական առաջին թիմը Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտինն էր։ Թիմը մասնակցեց 1971-ի վերջին խաղին, որից հետո այն արգելվեց։ Կավենը դա երևույթ է եւ ես չեմ կարող ավելին ասեմ, ինքը ֆիլմը փայլուն ձևի դա ցույց տվեց, որովհետև այն կատակները, այն թիմային աշխատանքը, որը որ կար, որի ականատեսը մենք եղանք, ան հանգամանքը, որ 3 հայկական թիմեր այդպիսի հաջողությունների հասան, խոսում է հենց մեր ազգի ներուժի մասին։ 17 տարի անց խորհրդային երկրի կազմալուծումից անմիջապես հետո համամիութենական էկրան բարձրացան արդեն անկախացած երկրների երիտասարդական հավաքականները։ Թիմային հաղթանակներ, թևավոր հումոր 90-ականներին Հայաստանում ու հայի խաղաշրջաններին սպասում էին։ Ռուսական ալիքներով ցուցադրում էին հայ չեմպիոններին, հավաքված Երևանի բժշկական համալսարանի դրոշի ներքո։ Նրանք կատակում էին, երգում, զարմացնում ժյուրիի անդամներին եւ հանդիսատեսին կազմակերպված խաղով, համարձակ հումորով, անկանխատեսելի էքսպրոմտներով։ Юлий Соломонович, не откажите девушке, станцуйте с ней зажигательный танец лезгинку. Музыканты, лезгинка! Ֆիլմը հարցս առաջին հայացքից թեման կավենն է, բայց ընդհանուր առմամբ ասելիքը մի փոքր ուրիշ է, որտեղ այստեղ ավելի շատ ընկերության գաղափարն է, սերնդափոխության գաղափարն է, եւ այսօր շատ բաներ կան, որ ասենք մենք ինքներս մեր մեջ դրա կարիքը ունենք, կորցնում ենք այդ արժեքները։ Գրիգոր Գասպարյանը ուսանողական տարիներից է ընդգրկվել Նոր հայեր թիմում։ 20 հոգանոց թիմը շրջել է նախկին խորհրդային միության բոլոր երկրներում, եղել Եվրոպայում եւ նահանգներում։ Խաղաշրջանները եւ հյուրախաղերը թիմի անդամների համար շատ բան են փոխել։ Ապագա տնտեսագետը այժմ բնակվում է Մոսկվայում, զբաղվում է հեռուստատեսային ռեժիսուրայով։ Je t'ensemble la vie, Կոմունիզմից փոխվում էր կապիտալիզմ, այդ ժամանակ ստանալ որևէ մասնագիտություն, հենց մեր ժամանակն երբ որ մենք ինստիտուտ էինք ընդունվում, անիմաստ էր որևէ որոշ բնագավառներում, օրինակ էկոնոմիչեսկի բնագավառում, որում ես էի, ասենք դրսում արդեն կապիտալիզմ էր, բայց գրքերը կոմունիզմի մասին էին դեր։ Դրա համար դա դարձավ ոնց որ երկրորդ մասնագիտություն արդեն։ Մենք սկսեցինք հիվանդացանք այդ խաղով, սկսեցինք խաղալ, հետո դարձավ մասնագիտություն, որը բերեց ավելի լուրջ բաների։ Երկմասանոց ֆիլմը պատմում է չեմպիոն դարձած հայկական 3 թիմերի մասին, որոնց հաջողվել է ստեղծել խաղի վառ ու անմոռանալի ոճ։ Դրա շնորհիվ հայ ուրախներն ու հնարամիտները իրենց տեղը գտան հայկական ու ռուսական շոու բիզնեսում կամ հեռուստատեսությունում։ Ֆիլմում օգտագործված նյութերը հիմնականում արխիվային են։ Ռեժիսորին հաջողվել է նաև նկարահանել տարբեր երկրներում աշխատող եւ բնակվող նախկին կավենշիկներին։ Այդ երիտասարդները, երբ նրանք ելույթ էին ունենում Ռուսաստանում, Մոսկվայում, սկսած նրանից դա սովետական միության թիմերն էին, թե հետսովետական, միևնույն է, նրանց մոտ իհարկե առաջին բանը այն էր, որ պետք էր պատվով ներկայացնել Հայաստանը միջազգային ասպարեզում։ Հերմինե Հակոբյան, Մեսրոպ Ավետիսյան, մշակութային ազդագիր։ Սեպտեմբերին Ստամբուլում ավարտվեց շախմատի համաշխարհային օլիմպիադան։ Հաղթանակի դափնիները մտքի այդ մրցաշավում մեր հավաքականի տղաներինն էին։ Ֆիդեի նախագահության հրավերով շախմատի համաշխարհային օլիմպիադայի ժամանակ Ստամբուլում էր նաև հայ լուսանկարիչ Արման Կարախանյանը։ Նա հավերժացրել է օլիմպիադայի հետաքրքիր պահերն ու հատկապես մեր հավաքականի հաղթանակի բերկրանքը։ Արմանի հեղինակած լուսանկարներից շուրջ 200-ն այս օրերին Մոսկվա կինոթատրոնի ճեմասրահում են ներկայացված։ Ցուցահանդեսի կազմակերպիչը Հայաստանի շախմատի ֆեդերացիան է։ Տոներից առաջ ինչ անցուդարձ է սպասվում մայրաքաղաքի մշակութային կենտրոններում։ Կիմանանք, եթե դիտենք ազդագիրը։
Դեկտեմբերի 25-ին ժամը 17-ին գրողների միությունում տեղի կունենա գրեթերթի ամենամյա մրցանակաբաշխությունը։ Գրեթերթ ամենամյա մրցանակը տրվում է այդ տարի թերթում հրապարակված պոեզիայի, արձակի, թարգմանության, հրապարակախոսության եւ գրաքննադատության համար։ Մրցանակակիրներն ընտրվում են փակ քվեարկությամբ հեղինակների եւ ընթերցողների կողմից։ Դեկտեմբերի 25-ին ժամը 18-ին բյուրոկրատ գրախանութը հրավիրում է միասին նշելու Լևոն Ներսիսյանի ծննդյան օրը։ Առիթը վերջերս լույս տեսած Լևոն Ներսիսյան Ultima Verba, վերջին խոսք դասախոսությունների առաջին գիրքն է։ Արկածախնդիր, զվարճասեր եւ չարաճճի երկարագուլպա Պեպպին Աստրիդ Լինգրենի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն արդեն հայերեն։ Զանգակ գրատունն առաջարկում է դեկտեմբերի 25-ից 28-ը կերպարանափոխվել Պեպպիի կամ նրա ընկեր Թոմիի արտաքինով եւ այցելել իրենց։ Լուսանկարվելուց հետո հայտնվել գրքի շապիկին եւ հնարավորություն ունենալ ձեռք բերելու երկարագուլպա Պեպպին ձեր նկարով։ Cultural AM կայքը եւ Հայաստանի գրողների միությունը մշակույթի նախարարության եւ երիտասարդական բանկի աջակցությամբ դեկտեմբերի 28-ին կամերային երաժշտության տանը միջոցառում են կազմակերպում ինտերվենցիա խորագրով։ Առաջին բաժնում կլինի երիտասարդ նկարիչների աշխատանքների ցուցադրություն։ Երիտասարդ գրողներն էլ կընթերցեն իրենց ստեղծագործությունները։ Միջոցառման երկրորդ մասում երիտասարդ կոմպոզիտորները նոր վոկալ գործիքային ստեղծագործություններ կներկայացնեն, գրված հայ երիտասարդ բանաստեղծների տեքստերով։ Միջոցառման սկիզբը ժամը 19-ին։ Այսօրվա համար այսքանն էինք պատրաստել։ Սա այս տարվա մեր վերջին թողարկումն էր։ Մշակութային իրողությունների նոր անդրադարձերով կհանդիպենք արդեն հունվարի 14-ին։ Հուսանք, որ մշակութային կյանքը նոր տարում խոսուն, հետաքրքիր ու վառ կլինի։ Այս տարի դեռևս անպատասխան մնացած հարցերն ու խնդիրներն էլ կստանան իրենց ճիշտ լուծումները։ Ամենայն բարիք եմ մաղթում։ Ցտեսություն։